Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է, մենք խոսում ենք մարդու առողջության մասին, հարգելի հեռուստադիտողներ, եւ գիտեք, որ հաղորդմանը ձեր հարցերով կարող եք մասնակցել ինքներդ, զանգահարելով 54 89 34 հեռախոսահամարով կամ գրելով մեր էլեկտրոնային փոստին շտապ օգնություն շնիկ ararat@tv.am հասցեով։ Քանի որ ամսի 24-ից մեկնարկում է իմունիզացիայի համաշխարհային շաբաթը, մենք որոշեցինք այսօր թեման նվիրել հենց այդ իմունիզացիային պատվաստումներին, շատերից շատ ծանոթ եւ կրկին հյուրընկալել ենք Գայանե Սահակյանին, Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահասկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, բայց մինչ հարցազրույցը փոքր ծանոթություն։ Ապրիլի 24-ից մեկնարկում է իմունիզացիայի համաշխարհային շաբաթը։ Սա առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումների շարք է 150-ից ավելի երկրներում։ Կազմակերպության տվյալներով պատվաստումներն ամեն տարի կանխարգելում են դիֆտերիայի փայտացման, խոզուկի եւ մի շարք այլ հիվանդությունների հետևանքով ի հայտ եկած մահվան 2-ից 3 միլիոն դեպք։ Հայտնի է, որ չնայած առողջապահության կազմակերպիչների ջանքերին, աշխարհի ամեն 5-րդ երեխա այնուամենայնիվ չի պատվաստվում։ Պատճառը պատվաստանյութերի մատակարարման խնդիրն է, ինչը չկա Հայաստանում։ Հայաստանի ծրագիրը լավագույններից է համարվում եւ բազմիցս որպես օրինակ բերվել է միջազգային մի շարք մասնագիտական հանդիպումների ժամանակ, բայց որքան էլ կանոնակարգված են պատվաստումները Հայաստանում, միևնույն է, կան ծնողներ, որոնք չեն ուզում պատվաստել երեխային, դա նրանց կամքն է։ Ինչու պատվաստումները պարտադիր չեն դառնում։ Ինչու այնուամենայնիվ գրանցվում են անցանկալի ռեակցիայի դեպքեր։ Ինչ պետք է իմանա ծնողը երեխային պատվաստումի տանելուց առաջ եւ հետո, եւ ինչ նորություններ կան պատվաստումների ազգային օրացույցում։ Եվ այսպես շտապ օգնության տաղավարում այսօր Առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանն է, հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք ունեք հարցեր կապված պատվաստումների հետ, զանգահարեք 54 89 34 հեռախոսահամարով, Տիկին Սահակյանը կպատասխանի նաեւ ձեր հարցին։ Բարև ձեզ, Տիկին Սահակյան, շատ շնորհակալ եմ, ձեզ հետ յուրաքանչյուր հանդիպում իսկապես շատ բովանդակալից եւ ինֆորմացիայով լեցուն է անցնում։ Ինչ միջոցառումներ են սպասվում այս տարի Հայաստանում իմունիզացիայի համաշխարհային շաբաթի հետ կապված 24-ից է, չէ՞։ Այո, 24-ից մեկնարկում է իմունիզացիայի, այսպես ասեմ, եվրոպական շաբաթը, դուք նշեցիք համաշխարհային շաբաթը, իրոք ամբողջ աշխարհն է նշում այդ շաբաթը որպես իմունիզացիայի, պատվաստումների, հանրային իրազեկման, պատվաստումների նշանակության եւ կարեւորության մասին այսպես արշավը մեկնարկում է ամբողջ շաբաթվա ընթացքում եւ եվրոպական տարածաշրջանում այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում։ Ասեմ, որ ընդհանրապես այս նախաձեռնությունը սկսվել է դեռևս 2004 թվականից եւ Հայաստանը առաջին անգամ միացել է նախաձեռնությանը 2007 թվականից։ Այո, ամեն 2007 թվականից հետո յուրաքանչյուր տարի մենք այս շաբաթվա ընթացքում փորձում ենք ավելին ներկայացնել պատվաստումների վերաբերյալ, ինչ կարևորություն ունեն, ինչ արդյունավետություն ունեն եւ ընդհանրապես ինչ կարող է լինել, եթե պատվաստումները մի պահ ենթադրենք դադարեցվեն։ Այո, Տիկին Սահակյան, մասնագիտական գրականությունը իհարկե շատ է եւ շատ հիմնավորված այնտեղ նշվում է, որ առանց պատվաստումների այսօր աշխարհը դժվար է պատկերացնել, որովհետեւ մի ամբողջ մեծ շարք հիվանդություններ գլուխ կբարձրացնեն եւ անցանկալի հետևանքները շատ մեծ կլինեն, հատկապես երբ դա երեխաների հարցն է առաջ գալիս, այդ դեպքում շատ ցավոտ է լինում իրավիճակը։ Եվ այնուամենայնիվ ծնողներից շատերը գուցե չեն պատկերացնում, թե ինչ մեխանիզմով է տեղի ունենում օրգանիզմում այդ իմունիզացման process-ը, ինչ են ներարկում կամ կաթիլների տեսքով ինչ են տալիս երեխային եւ ինչ է այդ ժամանակ կատարվում օրգանիզմում, գուցե մեկ պատվաստանյութի օրինակով նորից բացատրեք դա։ Իհարկե, խնդիրը ես չէի ասի միայն շատ ծնողների, անգամ ես կարող եմ ավելել, որ նույնիսկ բուժաշխատողներից որոշ բուժաշխատողներ իրենք էլ չեն պատկերացնում, թե ինչ է ընդհանրապես պատվաստումը իրենից ներկայացնում եւ միգուցե դրա հետ կապված խորհուրդ են տալիս, եթե պատվաստեցիր երեխայիդ, անպայման երեխան հաջորդիվ պետք է հիվանդանա։ Թեթև է տանում այդ հիվանդությունը եւ թեթև տանելու հետ մեկտեղ
նրա մոտ առաջանում է իմունիտետ։ Իրականում դա այդպես չէ, անգամ նույնիսկ կենդանի պատվաստանյութերի դեպքում, գիտեք, որ կան եւ կենդանի եւ ոչ կենդանի պատվաստանյութեր, անգամ կենդանի պատվաստանյութերի դեպքում օրգանիզմը իրականում չի հիվանդանում։ Պարզապես մեխանիզմը այսպիսին է, որ շատ քիչ քանակությամբ տվյալ հարուստին բնորոշ սպիտակուցներ, տոքսիններ, անտիգեններ ներմուծվում են օրգանիզմ եւ օրգանիզմը փորձում է արդեն հակազդել այդ հակածիններին եւ արտադրում է պաշտպանիչ մարմիններ, հակամարմիններ։ Դրանով իսկ օրգանիզմը արդեն փորձում է ճանաչել, եթե բնական ճանապարհով հանդիպի նույն այդ հարուցիչներին, լինեն դա վիրուսներ, թե բակտերիաներ, արդեն օրգանիզմը պատրաստ է, կան հակամարմիններ եւ անմիջապես արձագանքում է եւ բնական վարակի դեպքում այլևս չի հիվանդանում։ Ընդհանրապես սա է մեխանիզմը, օրգանիզմին ճանաչելի դարձնել այդ հիվանդությունը, այսպես ասենք։ Եվ ամեն հիվանդության պատվաստանյութի դեպքում այդ դոզավորումը յուրահատուկ է եւ ամեն տարիքի երեխայի համար յուրահատուկ է եւ այն ժամկետը, որ կապահովագրի, պատվաստումը էլի տարբեր է լինում։ Ես ավելի շուտ կխոսեմ ժամկետի մասին, շատերը դուք նշեցիք, որ շատերը ասում են պետք է, պետք չէ կամ ինչ է ընդհանրապես պատվաստումը, ավելի շատ ժամկետի մասին են մտահոգություններ, ինչու պետք է երեխային այդքան վաղ, այդքան պատվաստումներ անել։ Ես պետք է ասեմ, որ դա այսպես մեր նախաձեռնությունը չի, յուրաքանչյուր երկրի վերցնի եւ ժամկետ նշանակի, դա ապացուցված կլինիկական բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ձեռք բերված այդ տարիքային ինչ-որ տարիքային չափանիշն է։ Այսինքն այստեղ հիմնական շեշտադրումը կատարվում է այն, որ երեխան ծնվելուց հետո ծնողից, մամայից ստանում է արդեն հակամարմիններ պատրաստի։ Իսկ այդ հակամարմինները ժամանակի ընթացքում աստիճանաբար դրանց մակարդակը նվազում է երեխայի օրգանիզմում եւ արդեն մինչեւ 6 ամսական հասակը գրեթե խոցելի է դառնում երեխան։ Խոցելի է դառնում հիվանդությունների նկատմամբ եւ պատվաստման հենց ամբողջ այդ մեխանիզմի էությունը նրանում է, որ երեխային պատրաստենք մինչեւ 6 ամսականը։ 6 ամսականից հետո եթե բնական գրոհի հանդիպի, հարուցիչների հիվանդությունների բնական գրոհ լինի, արդեն երեխայի օրգանիզմը պատրաստ լինի դրան։ Նախապես պատվաստելու իմաստը հենց այդ տարիքային գրիպի դեպքում ասում են, որ հենց բռնկման ժամանակ ավելի քիչ արդյունավետ է, քան սեզոնից առաջ։ Միանշանակ, սեզոնից առաջ ավելի արդյունավետ, ավելի էֆեկտիվ մենք հետևանքներ ենք ունենում պատվաստումների, քան բռնկման ժամանակ, սեզոնի ժամանակ, այսպես է։ Այո, Տիկին Սահակյան, արդեն ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին, կշարունակենք, ալո։ Բարև ձեզ։ Բարև։ Երեխան ծնվել է թեմոմեգալիայով, այսինքն ուրցագեղձի խնդիր ենք ունեցել, բայց պատվաստում արել են երեխային եւ դրանից հետո վիճակը շատ վատացել է երեխայի։ Արդյոք կարելի էր նրան անել պատվաստում եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ նման դեպքերում։ Շնորհակալություն հարցի համար, ասեմ ձեզ, որ թիմոմեգալիան կամ ուրցագեղձի մեծացումը դա հակացություն չէ, այո, դա հակացություն չէ եւ կար մի ժամանակ խորհրդային տարիներին եւ հետխորհրդային տարիներին դա իրոք համարվում էր հակացություն, բայց վաղուց այդ հակացությունը արդեն հանված է եւ երեխայի առողջության վրա պատվաստումը, տվյալ, ասենք, առողջական վիճակով երեխայի պատվաստումը որևէ կերպ չի կարելի կապել ուրցագեղձի մեծացման հետ։ Նույն հաջողությամբ երեխաները, որոնք որ նման խնդիր ունեն, պատվաստումը կատարվում է եւ հետպատվաստումային շրջանը բավականին հաջող են տանում։ Ըստ երևույթին դա համընկել է ինչ որ վիճակի հետ, առողջական վիճակի հետ, սովորաբար այդպես լինում է, որ հետպատվաստումային շրջանում կարող է երեխային ուղղակի զուգակցում դա կարող է լինել ժամանակային առումով միայն, կամ կարող է հետպատվաստումային շրջանում պարզապես երեխայի մոտ շատ բուռն հետպատվաստումային
արձագանքը լինի եւ դրա հետ կարող է կապված լինել բարձրապես հարց տվողը չներկայացրեց, չնկարագրեց այո մանրամասնություններ եւ մենք չենք կարող ասել այստեղ պետք է մի բան հիշել ամենակարևոր որ Թիմո Մեգալյան չի համարվում հակացություն պատվաստման համար։ Իսկ ի՞նչն է համարվում հակացություն Տիկին Սահակյան եւ եթե ասում են պատվաստումը հակացուցված է դա վերաբերում է բոլոր պատվաստանյութերին եւ դա վերաբերում է բոլոր տարիքներին երեխաների թե որոշակի ժամանակ անց նա կարող է ստանալ այդ նույն պատվաստանյութը արդեն Այո, հակացությունները ընդհանրապես լինում են երկու տիպի հակացություններ, որոնք բնորոշ են բոլոր պատվաստումներին։ Օրինակ, սուր վիճակը, եթե առողջական վիճակի սրացում կա, տվյալ պահին պատվաստումը չի կատարվում։ Հետաձգվում է որոշակի ժամանակամիջոց, մինչև օրգանիզմի առողջական վիճակը կարգավորվում է, ապա պատվաստումը ապա հետո կատարվում է։ Սուր վիճակ ասելով նկատի ունենք, եթե ջերմում է։ Եթե ջերմում է, եթե տվյալ պահին կան, ասենք կոկորտի կարմրություն կամ թոքերի լսելու դեպքում, ասենք բուժաշխատողը դա որևէ ոչ շեղում է հայտնաբերում, ոչ նորմալ վիճակ է հայտնաբերում կամ քրոնիկ հիվանդություններ կան, անձի մոտ օրգանիզմում կան եւ այդ պահին կան քրոնիկ հիվանդությունների սրացումներ։ Այս պահին սովորաբար դա համարում ենք մենք որպես հակացություն եւ ժամանակավոր հետաձգվում է պատվաստումը։ Այո։ Եվ կան, այսպես ասեմ, այլ հակացություններ, որոնք շատ սպეციფიկ են որոշակի պատվաստումների համար։ Օրինակ, եթե գրիպի պատվաստման մեջ, եթե կա նեոմիցին եւ մարդը հստակ գիտի, որ անձը տվյալ անտիբիոտիկի կամ հակաբիոտիկի նկատմամբ ալերգիա ունի, տվյալ դեպքում դա չի արվում։ Կամ հեպատիտ B պատվաստման մեջ կան փոքր քանակությամբ խմորասնկեր, դրոժներ, եթե անձի մոտ ընդհանրապես կան ալերգիա, գերզգայունություն տվյալ բաղադրիչի նկատմամբ, այդ դեպքում պատվաստումը չի արվում։ Երեխաների դեպքում նույնպես այս երկրորդ տարբերակը աշխատում է, Սովորաբար դա արդեն հասուն մարդկանց մոտ է դրսևորվում, հիմնականում երեխաների մոտ այս երկրորդ տարբերակը խմորասնկերի դրոժների հետ կապված տարբերակը գրեթե դա 100%-ին մոտ կարող եմ ասել, որ բացառվում է, հիմնականում մեծահասակների մոտ կյանքի ընթացքում զարգացող ալերգիա է դա, եւ ունենք նաեւ հակացություն, ասենք չարորակ ուռուցքների դեպքում, տվյալ դեպքում պատվաստումը չի իրականացվում եւ այստեղ պետք է հատկապես ես նշեմ մեկ հանգամանք, որ դա ոչ թե առողջական վիճակի, ասենք, որևէ խաթարում կառաջացնի հենց հատկապես պատվաստումը, այլ քանի որ կա խորը իմունային անբավարարություն տվյալ անձի մոտ, պատվաստումը համարվում է արդեն ավելորդ միջամտություն։ Իսկ որոշ դեպքերում անգամ եթե կա այդ, ասենք, չարորակ նորագոյացության վիճակը կա, բայց պատվաստումը անհրաժեշտ է հետագա վիրահատությունները կազմակերպելու համար, օրինակ ասեմ, դեպքով, ենթադրենք լյարդի գնում է տրանսպլանտացիա կամ երեկամային փոխպատվաստում է գնում։ Նման դեպքերում այդ բարդ վիրահատությունների ժամանակ անգամ որոշ պատվաստումներ, օրինակ պնևմոկոկային պատվաստումը կամ մենինգոկոկայինը, այդ պատվաստումները նույնիսկ ցուցված է։ Այո, կլինիկական ցուցում է նույնիսկ տվյալ դեպքում պատվաստումը վիրահատությունից առաջ հետ պատվաստումային ծանր հիվանդագին վիճակներից խուսափելու համար անգամ տվյալ վիճակը այլևս հաշվի չի առնվում։ Տիկին Սահակյան, կարծես ունենք հեռախոսազանգ, նորից լսենք հեռուստադիտողին, ալո։ Բարև ձեզ։ Բարև։ Իմ հարցը հետևյալն է. Ինչպես եք դուք մոտենում պատվաստմանը ավելի բարձր տարիքով անձանց մոտ։ Օրինակ հիմա ցուցված է 76 թվականի ծնվածները եւ բարձր պատասխանում են դիֆտերիայի դեմ եւ հեմոգլոբինը ցածր անձանց մոտ։ Շնորհակալություն հարցի համար։ Իրոք մենք մեծահասակ ազգաբնակչության համար եւս ունենք պատվաստումներ։ Մեր պատվաստումների ազգային օրացույցում դա ֆիքսված է վաղուց իրականացվում են։ Մեծահասակները դիֆտերիա եւ փայտացման համակցված պատվաստում են ստանում, այսինքն մեկ պատվաստում, բայց երկու հիվանդության դեմ է։ Եվ վերջի երեխա, այսպես դեռահասային տարիքում 16 տարեկանում վերջի դա ստանում են դիֆտերիան փայտացումը, հետագայում յուրաքանչյուր 10 տարին
1, այն կրկնվում է։ Պետք է ասեմ, որ ցածր հեմոգլոբինը դա անեմիան է կամ սակավարյունությունը, դա եւս չի համարվում հակացուցում, այո, եւ այդ մարդիկ հանգիստ կարող են իրենց պատվաստումները ստանալ։ Պատկերացրեք ինչքան այսպես թյուրըմբռնում այո սակավարյունությունը որպես հակացուցում, նույնիսկ դա պոլիկլինիկաներում, այդպես մենք ունենք պոլիկլինիկաներ, որոնք նույնիսկ այնտեղ բուժաշխատողների կողմից է դա չարաշահվում որպես հակացուցում։ Իրականում այն մարդիկ կարող են հանգիստ պատվաստվել, դա հակացուցում չի եւ օրգանիզմը հանգիստ պատասխանում է եւ պաշտպանում է օրգանիզմը այդ երկու դաժան հիվանդություններից՝ դիֆթերիան եւ փայտացումը, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այսօր դիֆթերիայի դեմ պատվաստումը իրոք դարձել է նույնիսկ շատ կարևոր փաստ, ինչու, որովհետև վերջի 2 տարվա ընթացքում եվրոպական երկրներում Իսպանիայից սկսվեց դիֆթերիայի նորից վեր սկսվեց, այսպես ասեմ, վաղուց դա չէր գրանցվում, Հայաստանում նույնպես 2000 թվականից մենք չենք ունեցել դիֆթերիայի դեպքեր, բայց այսօր արդեն Եվրոպայում սկզբից հատուկենտ, ապա դարձավ արդեն ավելի շատ դեպքերի թիվը, իսկ անցյալ տարի 2015 թվականում նույնիսկ Բելգիայում մահվան դեպք գրանցվեց դիֆթերիայից։ Սա նշանակում է, որ հիվանդությունը նորից վերսկսվում է եւ նորից հարուցիչը սկսում է շրջանառել եւ մենք պետք է, այո, պետք է զգոն լինենք այդ հիվանդության դեմ պայքարելու, հատկապես մեծահասակ ազգաբնակչությանը, որովհետեւ շատերը, եթե երեխայի առողջության համար ծնողները շատ զգոն են եւ ուշադիր են եւ հետեւում են իրենց երեխաների պատվաստումներին, իսկ ինչ վերաբերվում է, ասենք, հենց նույն իրենց առողջությանը, շատերս մենք մոռանում ենք մեր մասին եւ հրաժարվում ենք մեզ հասանելիք այդ պատվաստումից, այնպես որ պետք է յուրաքանչյուր ոք գիտակցի, որ ինքը եւս պետք է պաշտպանված լինի ու դիմի պոլիկլինիկա, եթե վերջի 10 տարվա ընթացքում դիֆթերիայի եւ փայտացման դեմ իր պատվաստումը չի ստացել։ Այո։ Տիկին Սահակյան, խնդրում եմ մեկ անգամ էլ հիշեցնենք օրացույցը երեխաների պատվաստումների, որ տարիքում ինչ պատվաստում պետք է ստանա երեխան եւ որ հիվանդությունների պատվաստումներն են, որ կատարվում են միաժամանակ, միանվագ։ Ուրեմն պատվաստումները սկսում ենք նորածնային հասակից, հենց ծննդատանը երեխան մինչև 48 ժամվա ընթացքում ստանում է արդեն 2 պատվաստում՝ հեպատիտ B-ի դեմ եւ տուբերկուլյոզի դեմ։ Հեպատիտ B-ն մինչև 24 ժամվա ընթացքում եւ տուբերկուլյոզի դեմ BCG պատվաստումն է ստանում է մինչև 48 ժամվա ընթացքում։ Հետո շարունակում է պոլիկլինիկայում 1.5 ամսականից կամ 6 շաբաթականից։ Արդեն 6 շաբաթականում միանգամից երեխան նույն այցի ժամանակ ստանում է հնգավալենտը, պնևմակոկայինը, այս երկուսը կատարվում է ներարկման ձևով, մեկը մի ոտիկից, մյուսը մյուս ոտիկից։ 6 շաբաթական, այսինքն 1.5 ամսական կամ 6 շաբաթական։ Սովորաբար մանկաբուժական պրակտիկայում ավելի շատ շաբաթականով ենք հաշվում երեխաների։ Ինչ է ստանում այդ ժամանակ։ Այդ ժամանակ ստանում է մի ոտիկին հնգավալենտը, մյուս ոտիկին պնևմակոկայինը, ներարկման ձևով, սրսկման ձևով։ Եվ բերանային պոլիոմիելիտի պատվաստումը եւ ռոտավիրուսային պատվաստումը։ Պետք է ասեմ, որ սա բոլորը միաժամանակ է արվում, հենց նույն օրը, նույն այցի ժամանակ։ Սա շատերին մտավախություն է առաջացնում, ինչու միանգամից այսքան պատվաստում նույն օրը, այս փոքր երեխային, 6 շաբաթական երեխային, միանգամից 4 պատվաստում, այսինքն միանգամից քանի հիվանդության դեմ, 9 հիվանդության դեմ։ 5, 7, այո, 8 հիվանդության դեմ։ Եվ պետք է ասեմ, որ չպետք է անհանգստանալ, ռեակցիան լինում է մեկը։ Սա եթե մենք 8 հիվանդության դեմ ենք պատվաստում, օրգանիզմը մեկ ռեակցիա է տալիս։ Ընդամենը մեկ ռեակցիա։ Եթե պետք է ջերմի, պատկերացրեք, որ հնգավալենտը անեք եւ հետո երեխան ջերմի եւ 1 շաբաթ հետո կամ հաջորդ օրը նորից տանեք երեխային պնևմակոկայինի կամ 1 ամիս հետո, այդ պնևմակոկայինից արդեն նորից կջերմի։ Իսկ իրականում եթե միաժամանակ արվի եւ հնգավալենտը եւ պնևմակոկայինը նույն օրը արվի, երեխան ընդամենը 1 անգամ ջերմային ռեակցիա։ Տիկին Սահակյան, իսկ այդ ռեակցիան չի, այո, ավելի ուժ գնանում։ Չի գումարվում։ Եթե պետքա ջերմի երեխան 38.5
ենթադրենք, կամ 39 աստիճան, դա գումարային չի, եւ պնևմոկոկային եւ հնգավալենտը միասին չեն գումարվում։ Միևնույն է դա, եթե երեխայի օրգանիզմը այդպիսի բուրըն ռեակցիա պետք է տա, նա բուրըն ռեակցիա կտա անգամ 1 պատվաստումից, 1 հնգավալենտից կամ 1 պնևմոկոկայինից։ Դա օրգանիզմի առանձնահատկությունն է։ Եթե մեկ անգամ երեխայի մոտ ռեակցիան բուրըն է եղել եւ շատ անհանգստացրել է ծնողներին, հաջորդ անգամ դա ցույցում է, որ երեխան պատվաստումից ազատվի, թե դա կախված է, թե բուրըն դուք ինչ նկատի ունեք։ Եթե դա սպասվող ռեակցիա է, այսինքն մենք գիտենք պատվաստումից հետո դա անպայման պետք է լինի։ Այդպիսի դեպքերում դա հակացություն չի, որ երկրորդ դեղաչափը կամ երրորդ դեղաչափը չարվի։ Իսկ եթե կան սովորաբար անսպասելի, նաև անցանկալի ռեակցիաներ եւս կարող են, ինչպես բոլոր դեղամիջոցներից, այնպես էլ պատվաստումից։ Պատվաստումը եւս, պատվաստանյութը եւս դեղամիջոց է։ Հնարավոր են նաև անցանկալի ռեակցիաներ, ինչպիսիք են օրինակ ալերգիան։ Մենք ոչ մեկս չգիտենք ասպիրին ընդունելուց հետո մեզ մոտ ալերգիա կառաջանա, թե ոչ։ Նույնը եւ պատվաստանյութը։ Եվ մենք չգիտենք, ասենք դրանից հետո կվինկեի այտուց մեր մոտ կլինի, թե չէ, կամ հետպատվաստումային անաֆիլաքսիա կառաջանա, թե չէ։ Դա կախված է օրգանիզմի առանձնահատկությունից, անգամ եթե 2 անգամ պատվաստվել է երեխան կամ անձը, մեծահասակը, երրորդ դեղաչափը նա պետք է ստանա, անգամ դրանից կարող է առաջանալ։ Նույն դարձյալ պետք է կրկնեմ, համեմատություն տանեմ ասպիրինի եւ պատվաստման մեջ։ Կամ յոդի, հենց սովորական յոդը, որ շատ մեր ընտանեկան, մեր տնային դեղամիջոց է համարվում եւ շատերը սիրում են օգտագործել։ Նույն յոդից կարող է եւ նույն ռեակցիան լինել, ինչ որ պատվաստումից հետո։ Տիկին Սահակյան, այդ անցանկալի ռեակցիաների մեջ ինչն է, որ ավելի բնորոշ է պատվաստումներին, հատկապես երեխաների մոտ, եւ ինչպես է դա հաստատվում։ Բնականաբար պատվաստումներ իրականացնողները գիտեն, չէ, որ այսքան վիճակագրության մեջ կան թվեր, որ այսքան դեպքերից այսքանի ժամանակ հնարավոր է, որ նման անցանկալի ռեակցիաներ լինեն, եւ ինչպես է դա հաստատվում, որ այո, հենց սա եղավ պատվաստումից, որովհետեւ հնարավոր է, որ դա բոլորովին այլ խնդրի ռեակցիա լինի, որ պարզապես թաքնված շրջանում է եղել կամ չի արտահայտվել պատվաստելու պահին։ Իրոք շատ լավ հարց էր, որտեղ այդպիսի հարցեր հնչում են շատ, հատկապես սոցիալական ցանցում, այսօր բուրըն քննարկվում է յուրաքանչյուր գրեթե երրորդ փոստը, կան սոցիալական ցանցում խմբեր, պատվաստումների վերաբերյալ է եւ այդպիսի հարցեր հաճախ են քննարկվում։ Ինչպես կապել դա պատվաստման հետ կամ չկապել։ Կան հստակ դեպքեր, վիճակներ, որոնք որ ապացուցված են, որ կարող են առաջանալ պատվաստումից հետո, բայց կան դրանց սահմանումները եւ կան ժամանակային որևէ չափանիշ, ասենք, երբ կարող է պատվաստումից հետո առաջանալ դա։ Եթե այդ ժամանակային վիճակում, ժամանակամիջոցի մեջ այն չի տեղավորվում, դա 100%-ով ես ձեզ վստահեցնում եմ, որ չպետք է կապվի պատվաստման հետ։ Խնդրում եմ այդ ժամանակամիջոցներն ասեք եւ կոնկրետ վիճակները։ Օրինակ, ջերմային ռեակցիան, երբեմն ջերմային ամենափոքր հենց ախտանշանն եմ ես բերում, ջերմային ռեակցիան, որը շատ տարածված է եւ շատ ավելի հաճախակի հանդիպող, այսպես ասեմ, հետպատվաստումային ախտանշան է։ Շատ դեպքերում պատվաստումից հետո 5-րդ օրը առաջանում է բարձր ջերմություն եւ երեխայի առողջական վիճակը խաթարվում է, սա կապում են պատվաստման հետ։ Իրականում 5-րդ օրը կամ ես այդպես օրինակ բերեցի, իրականում պատվաստման հետ կապված ջերմային ռեակցիան դա մինչև 48 ժամվա ընթացքում օրգանիզմը պատվաստմանը ջերմային ռեակցիայի ձևով արձագանքում է ընդամենը պատվաստումից հետո առաջի օրվա վերջում մինչև 48 ժամվա ընթացքում։ Արդեն դա առավելագույն այն ժամանակամիջոցն եմ ասում, որ պատվաստումից հետո կարող է այդ ջերմային ռեակցիան դրսևորվել։ Դրանից հետո արդեն առաջացած բարձր ջերմությունը արդեն պետք է եւ ծնողին, եւ բուժաշխատողին հուշի, որ գործ ունենք ինֆեկցիոն այլ ախտածին ագենտի հետ, եւ պետք է փնտրի այնտեղ ինչ-որ ախտաբանություն եւ չկապի պատվաստման հետ։ Մեկ այլ երևույթ ասեմ, երբ որ ալերգիան զարգանում է հետ պատվաստումային, այսպես ասած,
հետպատվաստումային անաֆիլաքսիան կամ անաֆիլակտոիդ ռեակցիան սովորաբար զարգանում է պատվաստումից հետո մինչև 40 րոպեի ընթացքում։ Այո, շատ արագ մաքսիմում 1 ժամվա ընթացքում։ Եթե երեխայի մոտ ալերգիան զարգանում է ավելի ուշ ժամանակամիջոցում, պետք է մտածենք այլ երևույթի մասին, այլ վիճակների մասին։ Կամ եթե հետպատվաստումային շրջանում զարգանում է ենթադրենք 15-րդ օրը, 20-րդ օրը էնցեֆալիտ է զարգանում, դարձյալ դա չպետք է կապենք պատվաստման հետ, որովհետև սովորաբար հետպատվաստումային շրջանում այտենց դեպքերը հազվադեպ են հանդիպում, բայց նկարագրվում է հստակ ժամանակամիջոց 7 օրվա ընթացքում։ 7 օրվա ընթացքում, եթե զարգացավ էնցեֆալիտ, մենք եւ կախված է պատվաստումից։ Իսկ դա ինչպես է արտահայտվում։ Էնցեֆալիտը դա ուղեղի արդեն թաղանթների եւ ուղեղի բունուղեղի արդեն ախտաբանական վիճակ է եւ նման դեպքերում արդեն բժիշկները հաստատ դա բաց չեն թողնի եւ այստեղ ասածս ընդհանրապես նաեւ որ կա հստակ ժամանակամիջոց, պետք է հասկանանք որ պատվաստումից հետո այն կարող է առաջանալ, դա հիմնականում առաջանում է կենթանի պատվաստումներից հետո։ Հիմնականում առաջանում է կենթանի։ Եթե պատվաստումները որ հիվանդություն պատվաստանյութերի մեջ մեր մոտ մեր օրացույցում կիրառվող պատվաստումներից կենթանի մենք պատվաստում ունենք, այն էլ ներարկային պատվաստում, հա, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը։ Շատ հազվադեպ է զարգանում, շատ 100,000-ից ընդամենը մեկի մոտ, երբ որ օրգանիզմում կան բուռն ախտաբանական հիմնականում իմունային անբավարարության, այն էլ շատ խորը արտահայտված իմունային անբավարարության նշաններ, եթե կա երեխայի մոտ կամ անհատի մոտ։ Եթե առողջական վիճակը բարվոք է կամ իմունային անբավարարությունը այսպես խորը չի զարգացել, նույնիսկ այդպիսի դեպքերում չի զարգանում այս նշածը էնցեֆալիտը։ Բայց ելի եմ ասում, որ եթե բնական հիվանդության է շատերի մոտ կարող է վախ առաջանալ, որ ահա կարմրուկի, կարմրախտի, խոզուկի պատվաստումից հետո 100,000 դեպքից մեկի մոտ կարող է առաջանալ էնցեֆալիտ, իսկ ավելի լավ է չպատվաստենք, ահա այսպիսի բան կարող է առաջանալ, պետք է շտապեմ փարատեմ մեր հեռուստադիտողին, որ բնական վարակի դեպքում դա ավելի հաճախակի է առաջանում, այսինքն դա բնորոշ տվյալ վարակներին բնորոշ ախտաբանական վիճակ է եւ 1000-ից մեկի մոտ, տեսեք 100,000 պատվաստվածից մեկի մոտ կարող է առաջանալ, այսինքն ռիսկերի համեմատություն պետք է անել բոլոր դեպքերում։ Իսկ բնական վարակի դեպքում Հայաստանում գրանցվել են նման դեպքեր։ Ես ձեզ ասեմ, անցած տարի մենք այդպիսի մի դեպք ունեցանք, ոչ թե պատվաստման հետ կապված, այլ բնական վարակի հետ կապված։ Այո, էնցեֆալիտ երեխայի մոտ զարգացավ, այն էլ հետ ինֆեկցիոն, այսինքն երեխան կարմրուկով հիվանդացավ եւ բուժվեց երեխան, 4 տարեկան երեխա, եւ բավական ժամանակ հետո, 4 ամիս հետո երեխայի մոտ զարգացավ կարմրուկին բնորոշ այդ հատկանիշը կա, որ սովորաբար միջինը 7 տարի հետո այն կուտակվում է վիրուսը գլխուղեղում եւ 7 տարի միջինը, հա, առաջացնում է ենթասուր ձգձգվող էնցեֆալիտ կարմրուկային։ Այս դեպքում երեխայի մոտ խորը չպատվաստված երեխա էր, երեխան հիվանդացավ, այո, դուրս եկավ այդ իրավիճակից, բայց ցավոք շատ եմ ցավում, այո, երեխան հետագայում 4 ամիս հետո ենթասուր ձգձգվող կարմրուկային էնցեֆալիտով հիվանդացավ եւ ցավոք մենք երեխային կորցրեցինք։ Այսպիսի վիճակներ կան։ Ես չավարտեցի օրացույցը, այո, օրացույցը մենք հետո շաբաթականից սկսում ենք եւ 3 դեղաչափ։ Սա շատ կարեւոր է, որտեվ հաճախ ծնողները մտածում են, որ լավ, մեկը ստացավ, երկրորդը ստացավ, լավ, հերիք այլևս պետք չի շարունակել։ Իրականում որպեսզի ուզում են ցանկանում ենք, եթե լիարժեք պաշտպանություն երեխայի մոտ ապահովենք, այդ 3 դեղաչափը պետք է անպայման երեխան ավարտի, որպեսզի վստահ լինեք, որ երեխան տվյալ հիվանդությունից պաշտպանված է։ Հետո 1 տարեկանում մենք երեխայի պատվաստումներ ունենք, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը, ապա 1.5 տարեկանում կրկնում ենք դիֆթերիայի փայտացման կապույտ հազի դեմ պաշտպանությունը, 1 դեղաչափ եւ պոլիոմիելիտի եւ դրանից հետո 6 տարեկանում։ Երեխաների համար սա է հիմնական մեր ծանրաբեռնվածությունը պատվաստումների։ Տիկին Սահակյան, հեռուստադիտողներից մեկը գրում է, խնդրում եմ ասեք
երեխային հենց 45 օրականում ձեր նշած պատվաստումներն իրականացնելուց հետո, եթե չի առաջացել ոչ մի ջերմային ռեակցիա, այլ 48 ժամվա ընթացքում առաջ է եկել շատ ուժեղ հազ եւ խորխարտադրությամբ, չնայած հոգերում որևէ պրոցես բժիշկները չեն նկատում, եւ այդ հազից նույնիսկ շնչահեղձության իրավիճակներ են ստեղծվում, դա բնորոշ է պատվաստմանը, թե սա նույնպես հնարավոր է կապվի այլ խնդրի հետ, երեխան պատվաստվելու ժամանակ գնահատվել է լիովին առողջ։ Տեսեք, մենք փաստորեն նորից կկրկնվենք, ես արդեն նշեցի, որ պատվաստումից հետո կարող են այլ վիճակներ գրանցվել, որոնք կապվել պատվաստման հետ։ Սկսեմ հենց ջերմություն չի գրանցվել։ 6 շաբաթական առաջին հերթին հարցը տվողին ես կուզենայի ուղղակի տեղեկացնել, որ 6 շաբաթական երեխաների մոտ ջերմակարգավորման կենտրոնը այնքան էլ դեռ զարգացած չի, նա շարունակում է իր կատարելագործումը ընթացքում։ Հնարավոր է երեխայի մոտ եղել է ցածր ջերմություն, իսկ պատվաստման հետ, որովհետև նման պատվաստում չկա, որ պատվաստումը դա օրգանիզմի համար առաջին ռեակցիան, դա ջերմային ռեակցիան է։ Պարզապես կամ մաման լավ չի չափել, կամ իսկապես ջերմակարգավորման կենտրոնը դեռևս լիարժեք իր ֆունկցիաներին չի անցել եւ թեթևակի ջերմության բարձրացում եղել է, սակայն համարել է մաման դա նորմայի սահմաններում։ Եվ վերջապես մյուս փաստը, որ մաման նշում է, այո, հազը դա ավելի շատ նկարագրվում է որպես տրախեոբրոնխիտ, եւ մենք չունենք որևէ պատվաստում, որ պատվաստումից հետո այդպիսի վիճակ զարգանա։ Դա եւս վկայում է այն մասին, որ երեխայի մոտ զուգակցում է գնացել այլ վարակիչ հիվանդության։ Հիմնականում սուրշնչառական վիրուսային հիվանդություններն են, որ գաղտնի, այսպես հնարավոր է հիվանդության զարգացման գաղտնի շրջան, հնարավոր է երեխան գաղտնի շրջանում է եղել, կամ միգուցե հենց պատվաստումից հետո վարակվել է, ինչու այս ես եզրակացրեցի, որ դա կարող է լինել, որովհետև կարճ է գաղտնի շրջանը սուրշնչառական վիրուսային հիվանդությունների, բավականին կարճ, մի քանի, այսպես ասեմ, րոպեներից մինչև մի քանի ժամի, այսինքն բավականին կարճ է գաղտնի շրջանը, այնպես որ պատվաստումից հետո նորածինների մոտ նրանց իմունային համակարգը այդքան կարող է թույլ լինել, որ կանոնակ լինի նմանվը։ Պատկերացրեք, որ մանկական այս բոլոր պատվաստումները, որոնք ուղղված են մանկական հիվանդությունների դեմ, ինչու հենց հատկապես այդ տարիքի համար են, որտեղ ամենախոցելին հենց այդ տարիքի երեխաներն են, ու նրանք ավելի բարդ են տանում։ Այն հիվանդությունը, որը մեծահասակի մոտ տվյալ, հենց փոքրիկի մոտ նկարագրված այդ վիճակը, մեծերը սովորաբար ավելի հեշտ են տանում, բայց փոքր 6 շաբաթական երեխայի մոտ դա բուռն զարգացում է տանում եւ երեխայի վիճակը բավականին բարդացնում է։ Եվ շատ-շատերը, սա այնպես չի, որ միայն տվյալ հեռուստադիտողի մոտ է առաջացել այդ հարցը, շատերի մոտ է այդ հարցը առաջանում, հատկապես երբ որ վիրուսների ակտիվացման, այդ սեզոնային ակտիվացման ժամանակահատվածում է լինում, այո, ժամանակային առումով համընկնում է եւ կապում են պատվաստումների հետ։ Մենք ունենք զանգ, բայց մինչ այդ նույն հեռուստադիտողը շարունակել է իր հարցը, ասում է Տիկին Սահակյան, երեխայի մոտ, նույն երեխայի մոտ փաստորեն նաեւ մամուրանման զանգված է կղանքի հետ կանաչ, շատ կանաչ, դա նույնպես հնարավոր է այլ երևույթների հետ կապվի, թե ձեր պրակտիկայում հանդիպել է դեպք, երբ հենց պատվաստումից նման ռեակցիա է առաջացել։ Գիտեք ինչ, եթե երեխայի մոտ կա արդեն այդպիսի ախտաբանական վիճակ, հա, երեխայի մոտ տրախեոբրոնխիտի նշաններ են, շատ հնարավոր է, որ դա առաջացնի նաև մարսողական ուղիների խանգարումներ եւ հնարավոր է նաև այդ ընդհանուր ինտոքսիկացիայի ֆոնի վրա նաև երեխայի կղանքի ձևավորման վրա այդպիսի ազդեցություն ունենալ, բայց որ պատվաստումներից հետո նման զուտ այդպիսի վիճակ կարող է առաջանալ, այդպիսի վիճակ չի նկարագրված ոչ մի պատվաստման դեպքում, հազվադեպ կարող է ռոտավիրուսային պատվաստումներից հետո առաջանալ դիարեա, շատ հազվադեպ, բայց այդպիսի դեպքերը երեխաները սովորաբար շատ ծանր չեն տանում եւ թեթև վիճակով ու դուրս են գալիս, այնպես վիճակ չի, որ նկարագրում է հեռուստադիտողը։ Այո, լսենք հեռուստադիտողին։ դա այլ
պետք է պատճառը փնտրել։ Հետազոտվելու կարիք կա։ Լսենք հեռուստադիտողին Տիկին Սահակյան, ալո։ Բարև ձեզ։ Բարև։ Ես ձեզ մի հարց ունեմ։ Ես ուզում եմ տեղեկատվություն ստանալ։ Եթե 15 տարեկան է երեխան ու պետք է BCG ստանա, բայց երեխան ալերգիկ է, կարելի է որ ստանա թե ոչ, եւ փայտացման դեմ։ Ահա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Ես անկեղծ ասեմ չհասկացա 15 տարեկանին ինչու պետք է BCG արվի, հավանաբար փայտացման հետ ձեր նշած մյուս պատվաստումներ։ BCG-ն դա տուբերկուլյոզի դեմ պատվաստումն է, բայց տվյալ տարիքում 15 տարեկանում այդպիսի պատվաստում չկա։ Ընդհանրապես BCG-ն արվում է միայն նորածնային տարիքում մինչև 48 ժամվա։ Եթե այդ տարիքում չի արվել, ծննդատանը չի արվել, մինչև 1 տարեկանը տուբերկուլինի տեստ է դրվում, որից հետո նոր միայն BCG-ն արվում է։ Ես ենթադրում եմ, որ նախազորակոչային տարիք է, շատ հավանական է, դա վերաբերվում է տուբերկուլինային մաշկային փորձին։ Հավանաբար դրանն է։ Դա ախտորոշիչ միջոց է եւ խնդիր չկա, հենց հատկապես վարակվածությունը որոշելու համար փորձը արվում է, որպեսզի տուբերկուլյոզի վարակվածությունը որոշվի։ Իսկ ինչ վերաբերվում է, եթե երեխան ալերգիկ է, պետք է փայտացման եւ դիֆթերիայի դեմ պատվաստում անել, որտեղ 15-16 տարեկանը հենց այդ ADSM, ADPM պատվաստումը պետք է ստանա։ Սովորաբար ալերգիաների դեպքում դարձյալ այն վիճակին ենք վերադառնում հակացուցման, եթե կա ալերգիայի սրացում, տվյալ պահին չի արվում։ Սպասում ենք մինչև ալերգիայի դա այսինքն պասիվ վիճակ գա, համատաբար պասիվ վիճակ գա եւ պատվաստումը անում ենք։ Այսինքն պատվաստումը չի կարող դառնալ առիթ, որ ալերգիան կրկին գլուխ բարձրացնի։ Ոչ, ես անգամ խորհուրդ եմ տալիս, որ մարդիկ, ովքեր որ ունեն այսպես կանոնավոր ալերգիկ վիճակներ, սրացումներ եւ ռեմիսիաներ, այսինքն հետ զարգացման այդպես ասած վիճակներ, այդ մարդիկ սովորաբար նրանց իմունիտետը տարիների ընթացքում ընկնում է եւ այս մարդիկ ավելի խոցելի են դառնում այն հիվանդությունների դեմ, որոնց դեմ կա պատվաստում։ Եթե կա պատվաստում եւ կարելի է դա անել ոչ սրացման փուլում, ինչու՞ չէ պետք է այդ առիթից օգտվել, որպեսզի հետագայում ավելի ծանր վիճակների մեջ չընկնել։ Այո, Տիկին Սահակյան, խնդրում եմ ասեք, թե ինչ նոր բան կա պատվաստումների օրացույցում եւ որքան հնարավոր է հակիրճ մեր ժամանակը սպառվում է։ Ես կարդացի ամսի 11-ից նոր պատվաստում։ Այո, մենք արդեն եռավալենտ պոլիոմիելիտի պատվաստում այլևս չենք անում, անցել ենք արդեն բերանային երկվալենտ պատվաստման, դա գլոբալ ռազմավարական խնդիր է ամբողջ աշխարհում, այն երկրները, որոնք որ կենթանի թուլացված բերանային պատվաստում են անում պոլիոմիելիտի դեմ, նրանք անցել մինչև ապրիլի վերջը անցնում են արդեն երկվալենտի։ Դա գլոբալ պոլիոմիելիտի արմատական վերացման ռազմավարության շրջանակներում են արդեն միացել ենք եւ արդեն մեր պոլիկլինիկաներում երկվալենտ պատվաստումներն են անում։ Եվ նախատեսվում է առաջիկայում դարձյալ այդ նույն ռազմավարության շրջանակներում ամբողջ աշխարհը մտահղացում ունի մինչև 2020 թվականը պոլիոմիելիտը արմատապես աշխարհում վերացնել, հիշեք բնական ծաղիկը դա հասանելի է եւ հնարավոր է դա անել մինչև 2020 թվականը դրա համար պահանջվում է աշճանաբար կենթանի պատվաստումից, այդ բերանային օգտագործող պատվաստումից անցնել ինակտիվացվածի սկզբնական փուլում։ Մենք եւս այս տարվա ընթացքում նախատեսվում է 1 դեղաչափ ինակտիվացված պոլիոմիելիտի պատվաստման ներդրում մեր ազգային օրացույցում, իհարկե սա այլ նպատակ է հետապնդում, որպեսզի մենք խոսել ենք նախորդ մեր հանդիպման ժամանակ հետագայում արդեն 18 թվականից հետո մենք եւս այս կենթանի պատվաստումը աշճանաբար կփոխենք ոչ կենթանի ինակտիվացված պատվաստման։ Հասկանալի է, շատ շնորհակալ եմ Տիկին Սահակյան, շատ մանրամասն զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր հիվանդությունների վերահասկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանը եւ մենք խոսում էինք պատվաստումների մասին, մեկ անգամ եւս Տիկին Սահակյանի խորհուրդը, որ պատվաստումներն իրոք անհրաժեշտություն են եւ իհարկե անցանկալի ռեակցիաներ հնարավոր են, բայց դրանք շատ հազվադեպ եւ հնարավոր ռեակցիաները մանրամասն նկարագրեց Տիկին Սահակյանը, մաղթում եմ, որ ոչ մեկի երեխայի մոտ նման ռեակցիա չլինի։ Սա մեր այս շաբաթվա վերջին հանդիպումն էր, հանդիպելու ենք երկուշաբթի նույն ժամին, ժամը 18-ին, առողջ եղեք։